Կուզենայի, որ մեր զրույցի սկզբում նախ ինֆորմացիա տայիք այն մասին, թե իրոք այսօր ինչ երենից ներկայացնում հայ ազգային բանակը։ Նախ շնորհակալ եւ ուրախ եմ, որ հարկ եւ պատիվ եք համարել անդրադառնալ բանակին, բանակի խնդիրներին եւ միանգամից ասեմ, որ ցավոք սրտի տարավերջին 20-րդ տարավերջին մենք մեր պատերազմը Արցախի ազատամարտը իսկապես սկսեցինք դարասկզբի հնարավորություններով, դարասկզբի զենքով, պապենական մոսիններով, որսորդական հարացաններով եւ կարող էինք վատ արդյունք ունենալ, եթե կազմակերպչորեն ուշանայինք, փառք կազմակերպչորեն այս անգամ չուշացանք։ Նախ բանակ ունենալու ինքնապաշտպանության գաղափարը մթնոլորտում վաղուց կար։ Մեր պատմական հիշողությունը փառք Աստծո մեզ չէր դավաճանել։ Եվ ապա Սումգայիթյան դեպքերից հետո մենք հասկացանք, որ մեզանից բացի ոչ ոք մեզ չի պաշտպանելու։ Եվ տարեայնորեն Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծվեցին ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ։